Top Model Հայաստան ազգային ասոցիացիան վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ մասնակցել է նորաձևության ոլորտի կարևոր նախագծերին։ Մոսկվայում Moscow Fashion Show 2025 եւ Սանկտ Պետերբուրգում Kids Fashion Fest 2025։ Մասնակցության գրանցած արդյունքների, երեխաների զգացողությունների եւ տպավորությունների մեջ զրուցելու ենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են Top Model Հայաստան ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը, նախագծերի մասնակիցներ Եվան, Արինան եւ Սյուզաննան։ Ողջունում ենք բոլորիդ։ Լույս առավոտի։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Տաղավարում միշտ գեղեցիկ տաղավարում, միշտ եւ գեղեցիկ ենք եւ բարձր տրամադրությամբ։ Անչափ հաճելի, այսպիսի դրական էմոցիաներով հյուրերին դիմավորել մեր տաղավարում։ Սկսենք հենց Տիկին Լուսինեից, պատմեք ազգային ասոցիացիայի մասին, գործունեության մասին եւ պատմեք թե ինչպես նաեւ անցավ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Այո։ Ուրեմն շուրջ 25 տարի Top Model Հայաստան ազգային ասոցիացիան Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս աշխատում է տարբեր պրոյեկտների շուրջ, կազմակերպում է եւ մրցույթներ, եւ նորաձևության ցուցադրություններ, եւ տարբեր միջոցառումներ։ Նախ ուզում եմ ասել, որ Հայաստան բառը դա մեզ համար իսկապես վաստակ էր, Top Model Հայաստան, այդ Հայաստան բառը հպարտանում ենք, որ այո, մենք ունեցել ենք այդ բառը Հայաստան բառը օգտագործելու բացառիկ իրավունքը եւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գնահատել եւ գնահատում են մեր աշխատանքը։ Վերջերս Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, ինչպես նշեցիք, անցկացվեցին երկու տարբեր շատ գեղեցիկ եւ շատ հետաքրքիր ցուցադրություններ, որտեղ մենք աշխատում ենք մի շատ գեղեցիկ, շատ հրաշալի անձնավորություն եւ տաղանդավոր դիզայներ Սվետլանա Անոխինայի հետ եւ մարդ տեսակով իսկապես շատ զգացված էինք, մանավանդ հավաքածուները, որոնք ներկայացրեցին մեր մասնակից երեխաները, իսկապես շատ տպավորիչ էին, ասեմ, բավականին տաղանդաշատ դիզայներ է Սվետլանան եւ վերջերս ցուցադրություններ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, Ճապոնիայում, Չինաստանում, եվրոպական երկրներում, փաստորեն մեզ բախտ վիճակվեց Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում մասնակցել իր ցուցադրությանը եւ ներկայացնել գեղեցիկ հավաքածուները։ Աղջիկներ, ձեզ համար առաջին անգամն էր այդ բեմը, թե արդեն սովոր եք, չզարմացաք, ամեն դեպքում Հայաստանից դուրս միշտ ասում են հայերը ավելի, չասեմ կոմպլեքսավորված, բայց ամեն դեպքում ասում են ավելի քաշվող են, ավելի դժվար են ներքաշում նման միջոցառումներին։ Ձեզ համար ինչպես է պատկերը։ Մեր համար շատ լավ միջավայր է, շատ հաճելի էր այնտեղ գտնվել, որովհետև Սվետլանա Անոխինայի հետ շատ հեշտ ենք աշխատել։ Ունեցանք ներկայացնելու երկու կոլեկցիա, Միրաժը եւ Նեժնոստը։ Ես ու Սյուզաննան ներկայացրեցինք Նեժնոստը, իսկ Արինան ներկայացրեց Միրաժը։ Պատմեք նաև այդ փորձի մասին, ինչպես եք առհասարակ որոշել, որ դուք պետք է դառնաք մոդել, պետք է մասնակցեք դեֆիլեների, ցուցադրությունների, ներկայացնեք հավաքածուներ, ինչպես եկավ, բայց դա բարդ աշխատանք է, չէ՞, այդ տարիքից սննդակ պրոֆեսիոնալ արդեն ունի մեջ։ Ես կուզեմ այդ մասին Արինան խոսի, որովհետև Արինան շատ փոքր տարիքից, դեռևս 5 տարեկան էր, երբ հաճախում էր մեզ մոտ, հետո գիտեք են անցումային տարիքում մի փոքրիկ այսպես կապրիզի պահեր եղան։ Որոշեց բռնցքամարտով զբաղվել։ Լավ կլիներ, բայց ցավոք ոչ, հա, մայրիկը ասում էր, որ դե բնականաբար մենք տեսնում էինք Արինայի մեջ այդ ամեն ինչը, հա, հետո ինքը հասկացավ, ընտրեց ճանապարհը, հիմա իր ուղին դա է։ Այո, խնդրեմ Արինա։ Հա, ես փոքր ժամանակվանից հաճախում եմ մոդելի, ինձ շատ դուր է գալի այդ միջավայրը, ամեն ինչը, ես ուզում եմ հայտնի մոդել դառնամ, ու հիմա փորձում եմ ամեն ինչ անեմ դրա համար։ Առավել դժվարությունների մասին։ Սննդակարգ, վարքագիծ, արտաքին, դա դժվար ճանապարհ։ Մարդիկ մտածում են մոդել լինելը շատ հեշտ է։ Բայց դա շատ դժվար է, եթե ճիշտ է։ Սնատ փոքրուց էլի գնում եմ բարի, սպորտով եմ զբաղվում, ու իմ համար այդ արդեն սովոր է, իմ համար դժվար չէ։ Հրաշալի։ Դուք կիսվեք փորձ հարցերով, ինչպես եք, այո։ Սյուզաննան։ Ընդհանրապես ես նոր եմ մտել այս միջավայր ու հենց Moscow Show իմ համար առաջին անգամն էր եղել ու սկզբից շատ
напряженներ իմ համար։ Լարված։ Այո, շատ լարված էր, բայց հիմա տեսանյութը տեսնում էին եւ դու սահուն առաջ գերում, այսպես սլացիկ չէր երևում դա։ Ես կոշիկներ շատ դժվարությամբ եմ հագնում քայլում, բայց այո, երբ կողքից աչքը նայում եւ տեսնում եմ ինչ հետաքրքիր կուլտուրայով մշակ ձևով է ինքը ներկայացնում հագուստը եւ առհասարակ պոդիումի վրայով քայլում, դա արդեն հակասում է իր կարծիքին։ Դե դա արդեն մեր ուսուցիչների աշխատասիրությունն է, որ այդքան կարճ ժամանակում ինձ կարծին ոտքի կանգնացնեն։ Ես շատ շնորհակալ եմ իրենց։ Ոտքի կանգնեցնեն բարձրակրունկների վրա։ Կամած 5 սանտիմետր կոշիկի բարձրությունից արդեն սկսում ենք աշխատել, մինչև պիտի հասնենք անպայման 9-ի։ Առավել եւս մենք համաշխարհային բեմերում արդեն եւ արական եւ իգական սեռի հայ ներկայացուցիչներ ենք տեսնում ու հպարտանում նրանցով համաշխարհային բեմերում երբ լինում են, այդպիսի ճանապարհ ու հաջողություններ ձեզ էլ ենք մաղթում, ենք աղջիկներ։ Շնորհակալ եմ։ Իմ աղջիկները շատ լավն են, ես ուզում եմ, որ իրենք ունենան մեծ մոտիվացիա մեր դասընթացներին հաճախելու համար, ես դրա համար փորձում եմ ամեն ինչ անել։ Մոտ ապագայում մինչև տարեվերջ մենք 2 հրաշալի պրոյեկտներ ունենք, կուզենամ այդ մասին բոլորը իմանան եւ եթե կուզենան մանրամասները կարող են նայել մեր սոցցանցերում, սոցհարթակներում Top Model Armenia եւ Top Model Հայաստան եւ Instagram-ում եւ Facebook-ում մեր էջերը, որպեսզի ծանոթանան նոր պրոյեկտների հետ։ Քանի տարեկանից կարող են դիմել։ 5 տարեկանից եւ աղջիկներ եւ տղաներ։ Ինչ նախագծերում են նրանք օրինակ ներկայանում, մենք տեսանք բեմում ներկայանալը, բայց ըստ էության բազմապրոֆիլ է։ Այո, մենք Երևանում, Հայաստանում տարբեր մոլերում աշխատում ենք բոլոր մոլերի հետ, աշխատում ենք բոլոր բրենդների հետ եւ նոր հավաքածուները մոլերի ամեն տարվա կտրվածքով ամեն եղանակի հետ կապված ցուցադրում ենք։ Բացի դա մեզ է պատկանում Top Model Երևան եւ Top Model Հայաստան ապրանքանիշը, որի մրցույթները անպայման այս տարի պիտի անցկացնենք։ Միջազգային տարբեր կազմակերպությունների հետ ենք աշխատում եւ մրցույթների ենք ներկայացնում երեխաներին եւ ցուցադրությունների։ Իսկ դասընթացները, երբ որ երեխաները դիմում են, օրինակ ինչ դասընթացներ կան, ինչ օրակարգ կա, ինչ հմտություններ են ստանում։ Նայեք, շաբաթական 2 անգամ են մեր դասերը, մենք լոֆտում ենք աշխատում, Մոսկովյան 3 հասցեում, հիմնականում գեղեցիկ քայլվածք, ճիշտ կեցվածք, ֆոտոդիրքեր, հանդիսատեսի, ֆոտոխցիկի հետ ճիշտ աշխատելու արվեստ։ Այս ամեն ինչը սովորելուց հետո նոր արդեն իրենք բարձրանում են բեմ, պոդիում եւ փորձում են հագուստը կրելու այդ գեղեցիկ կուլտուրան ցուցադրել։ Քանի տարեկանից օրինակ արդեն սաներ ունեք եւ հետաքրքրությունը հասարակության ինչպիսին է։ Ի տարբերություն, այո, ուրեմն տեսեք 25 տարի առաջ, երբ մենք որոշեցինք, որ մանկական հագուստները մանեկենների վրայից պետք է հանել եւ անմիջապես հագցնել երեխաներին, այդ ժամանակ դեռ Հայաստանում ոչ մի կազմակերպություն չկար նմանատիպ մոդելային դպրոցներ, իսկ հիմա շատ են, ես ողջունում եմ այդ փաստը, առողջ մրցակցությունը բնականաբար միշտ էլ բերում է հաճելի ավարտի հարցը մոռացա կներեք։ Դիմողները հասարակության կողմից ինչպիսին է, մամաները, մայրիկները, շատ արձագանքը շատ դրական է, ես ասում եմ, դա արդեն տարիների փորձից ելնելով գալիս են տարբեր հետաքրքրասիրությունների, տարբեր տարիքի եւ ծնողներ եւ երեխաներ։ Ես շատ ժամանակ ինձ համար ճշտում եմ մի փաստ, գալիս են հիմնականում այն մայրիկները բերում են երեխաներին եւ շատ են ուզում որ մասնակցեն իրենց երեխաները, ովքեր ունեցել են ցանկություն, բայց հնարավորություն չի եղել։ Իրենց ժամանակ, այո, իրենց երեխաների միջոցով փորձում են այդ ամեն ինչին այսպես հագուրտ տալ, էլի, այդ ամեն ինչը ցանկությունը գոնե բավարարել երեխաների միջոցով։ Մոտ ապագայում ինչ նախագծեր են սպասվում, ինչ դեֆիլեներ են սպասվում։ Դեֆիլեներ մենք մշտական ունենք, միշտ շաբաթական 2 անգամ դեֆիլեի դասերը անցկացվում են։ Ես նշեցի 2 շատ հետաքրքիր պրոյեկտ ունենք, ուղղակի չեմ ուզում առաջինի մասին փակակ ձերը բացել, բայց երկրորդը Top Model Երևան մրցույթն է, Top Model Երևան 2025, որը շատ շուտով կմեկնարկի եւ կարող են մեր էջերում ծանոթանալ, հետեւել եւ հասկանալ, երբ կարող են դիմել։ Աղջիկներ, ձեզ համար սա պրոֆեսիոնալ ուղի հարթելու ճանապարհ է, թե ինչպես ձեր ուսուցիչը նշեց, կեցվածքի, ժեստերի, շարժուձևի, նաև կուլտուրան է սրանով լինում, այսինքն պարտադիր չէ բոլոր սպորտով զբաղվողները օրինակ դառնան օլիմպիական չեմպիոններ լայն առումով, կամ արվեստի գործիչները հայտնի Միքելանջելոն որ դառնան կամ
Վերջո նրանց մեջ մտնում է սպորտը, արվեստը, հիմա ձեր դեպքում ինչպիսին է, ձեզ ինչ է դարձնում, ինչ է տալիս դա։ Որոշ չափով դա իհարկե պրոֆեսիոնալիզմ է եւ երկրորդ չափով դա ուղղակի արվեստ է, որ մենք կետվածք է, արվեստ է, այնպիսի բաներ, որով մենք կարող ենք առաջնորդվել եւ դա իրոք պետք է գալիս կյանքում, ինչու, որովհետեւ ճիշտ կետվածք ունենալը միշտ է պարտադիր է։ Ինքնավստահություն հաղորդում է ձեզ։ Իհարկե հաղորդում է, դա այնպես բան է, որ հենց մոդելինգում ինքնավստահությունը ամենակարևորն է։ Ու առանց ինքնավստահության դու չես կարող բեմ կանգնես, քայլես։ Իհարկե այո, պարտադիր է։ Ունեք սիրելի մոդելներ, որոնց օրինակ համակրում եք, որոնք ձեզ համար այդպես օրինակ են Հայաստանում կամ Հայաստանից դուրս։ Հայաստանից դուրս իհարկե ունեմ, բայց մի քիչ բանալին է, Ադրիանա Լիման։ Բանալի չի։ Ամենասիրածս մոդելը հենց ինքն է, ընդհանրապես ես ռուսական շատ մոդելներին հետևում եմ ու ամեն մեկից ինչ որ սովորություն փորձում եմ վերցնեմ ինձ։ Ու ընդհանրապես հենց հայկական մոդելներից շատ տեղյակ չեմ, բայց գիտեմ որ շատ սիրուն մոդելներ ունենք։ Արինան է ավելի երկար կարծեք թե հաճախում, ավելի փոքր տարիքից։ Քո համար այդ ճանապարհը ինչպիսին էր։ Սկզբից մի քիչ դժվար էր, այդ փոքր ժամանակվանից դժվար էր, բայց հիմա շատ մեծ սիրով եմ հաճախում ու փորձում եմ շատ տեղեր հաճախել։ Իսկ սիրածս մոդելը դա Իրինա Շեյքն է։ Ես ուզում եմ մի շատ կարևոր հարցի մասին եւս տեղեկացնել, ուրեմն նոյեմբերի 16-ին մենք Մոսկվայում պետք է մասնակցենք Estet Fashion Week-ին, որը բավականին շատ ծավալային, շատ բարձր մակարդակի կազմակերպված ցուցադրություն է, որը կապված է նաև ոսկու ցուցադրության հետ, ինչի եմ դա ասում, որովհետև շքեղությունը եւ fashion-ը, հա, այսպես իրար հետ շատ գեղեցիկ կլինի եւ պատրաստում ենք, այո, ունենք մասնակիցներ եւ Հայաստանի պատվիրակության բոլորով գնալու ենք եւ մասնակցենք Մոսկվայում անցկացվելիք այդ գեղեցիկ իրադարձությանը։ Ցանկանում ենք, որ ձեր աշխատանքները միշտ հաջողությամբ ավարտվեն, կարողանաք համաշխարհային բեմեր հասցնել ձեր սաներին։ Հասցրել ենք։ Ինչու՞ ոչ, այո, մենք ունենք Հայաստանը ունի 2022 թվականին Little Miss World մրցույթի գլխավոր Grand-Prix-ն, որ մենք բերել ենք Հայաստան, ամբողջ աշխարհի 40 երկրներից ունեցանք մենք այդ թագը, բերեցինք եւ հպարտ ուրախանում ենք, այո։ Եվ մոտ ապագան տեսնում եմ ես, որ այո, այդ երեխաները, ովքեր որ մեզ հետ են, այս ամեն ինչին շատ լրջությամբ են վերաբերվում, հաստատ կհասնեն իրենց բոլոր նպատակներին։ Հաջողություն ենք ցանկանում աղջիկներ ձեր հետագա կարիերայում, վստահ ենք հաջողելու եք։ Այո, ես վստահ եմ, որ դեռ ձեզ բազմաթիվ բրենդների, բազմաթիվ նորաձևության շաբաթներին առիթ կունենանք տեսնելու, շնորհակալություն այո, հյուր գալու համար, շնորհակալություն նաև մեր հեռուստադիտողներին մեզ հետևելու, մեզ միանալու համար եւ շարունակեք դիտել Կենտրոն հեռուստաընկերությունը, բայց առավոտյան ծրագիրը մոտենում է իր տրամաբանական ավարտին այսօրվա համար։